4 արև կտավը հետագայում պետք է առիթ դառնար նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսի կազմակերպման համար։ Հենց այս գործի հաջողությունից ոգևորված Նվարդ Հայթայանը ստեղծեց 7 տասնյակից ավելի գործեր եւ այսօր արդեն Գեղագիտության ազգային կենտրոնում արվեստասերին է ներկայանում վերջին 5 տարվա աշխատանքներով։ 4 արևը իր մեջ խորություն ունի, նախ հայերի հետ կապված, որ մենք արևային ազգ ենք եւ առանց արև ապրել չենք կարող։ Բացի դրանից ես կարծում եմ, որ այսօր մարդկանց ջերմությունը շատ անհրաժեշտ է։ Նվարդն անկեղծանում է, իր գործերում յուրաքանչյուր այցելու գտնում է հարազատ որևէ բան, իր վրձնահարվածները հաճախ նմանեցնում են այս կամ այն նկարչի ձեռագրին։ Դրա բացատրությունն էլ ունի, ծնվել է արվեստագետների ընտանիքում եւ մանկուց աչքի առջև եղել են կերպարվեստի գլուխգործոցները։ Հիմա ստեղծագործում է իր ոճով, սակայն չի բացառում, որ ենթագիտակցորեն երբեմն կրկնօրինակում է մեծանուն նկարիչներին։ Աչքս լեցուն է նկարչության տարբեր տեսակներով։ Իսկ ինչ վերաբերվում է իմ գույներին, ես մի փոքր այլ կասեի, որովհետև մեր երկիրը շատ գունեղ է եւ շատ տարբեր է։ Յուրաքանչյուր նկարիչ, եթե սիրում է գույնով աշխատել, իր նկարչությունը գունեղ է լինելու։ Նկարչուհին հիմնականում աշխատում է ջրաներկով, լինելով նկարչական ամենակամակոր տեխնիկաներից մեկը, այն ըստ հեղինակի թույլ է տալիս արվեստագետին ընկղմվել բազմերանգության աշխարհ, պայքարել գույնի ճշգրտության հետ ու հասնել արդյունքի։ Այս անգամ ցուցադրում է չափսերով փոքր գործեր եւ հորդորում բոլորին ճամփորդել իր հետ իր աշխարհում։ Ուղղակի պետք է նայել ինչ նվիրվածությամբ է դա արված եւ ինչ հոգեվոր եւ մտային եւ ինչու ոչ տեսողական ուժ է հաղորդում դիտողին, փոքր ու մեծը կապ չունի, կապ ունի ինչ ուժ ես ներդրել այդ թեկուզ փոքրիկ կտավի մեջ կամ փոքրիկ թղթի մեջ։ Ներկապնակում առաջինը նարնջագույնն է վերջանում, ասում է սիրում եմ, երբ կտավից արև է ճառագում։ Գրեթե չի կիրառում շագանակագույնը, նշում է մռայլությունն իրենը չէ։ Հիմա արդեն չի էլ սպասում ոգեշնչման աղբյուրի, պարզապես նստում են նկարակալի առջև ու ստեղծագործում։ Ավելի երիտասարդ տարիքում սպասում էի մուսան գար։ Հետո հասկացա, որ չի պիտի սպասես մուսան գա, ամեն օր այս ցուցահանդեսը դրա արդյունքն է, որ ես նկարել եմ ամեն օր։ Առավոտ, երեկո, ընտանիքի եւ անգամ ինչու ոչ շուկայի եւ խոհանոցի արանքում, բայց ինքը եղել է ինտենսիվ եւ դու ինքդ այդ ժամանակ քեզ բացահայտում ես, երբ որ ինտենսիվ ես աշխատում, միայն մուսայով որակի չես կարող հասնել։ Ջերմ ու արևոտ այս ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 12-ը։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։